ձայն։ Բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ, հանրայինի եթերում կրկին ձեր ձայնն է լսելի։ Ես Լուսինե Մուրադյանն եմ եւ առաջարկում եմ ոչ միայն մեզ լսել, այլև դիտել մուտք գործեք armradio.am կայք կամ Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան հարթակ եւ ոչ միայն լսեք, այլև դիտեք։ Ինչպես կառուցել կամ նորոգել տուն, այնպես որ այն չլինի էներգետիկ աղքատ։ Համաշխարհային բանկը մշակել է նոր ուղեցույց կանաչ շենքերի նախագծման ուղեցույցի մասին է խոսքը, որտեղ ներկայացված են գործնական լուծումներ շենքերն էլ ավելի էներգոարդյունավետ եւ կայուն դարձնելու համար։ Ուղեցույցը կարևոր է ոչ միայն ճարտարապետների ու նախագծողների, այլ նաեւ բոլոր նրանց համար, ովքեր տուն են կառուցում, նորոգում կամ կոմերցիոն տարածք են ստեղծում եւ ուզում են հետագայում էապես նվազեցնել ջեռուցման ու սառեցման ծախսերը։ Բազմաթիվ հարցեր ծագել են նաև ինձ մոտ ուղեցույցի հետ կապված եւ մանրամասներ են ներկայացնելու իմ զրուցակիցները։ Համաշխարհային բանկի նոր ուղեցույցի համահեղինակ Վազգեն Սետրակյանը, բարև ձեզ։ Եվ միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի շենքերի էներգոարդյունավետության բարձրացման ծրագրի համակարգող Վահրամ Ջալալյանը, բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Վերջին շրջանում շատ ենք խոսում էկոլոգիապես մաքուր, էներգոարդյունավետ, փորձում ենք շատ են խոսում նաև շրջանառվող տնտեսության մասին, փորձում են որքան հնարավոր է այդ խնայողություն տարբերակը օգտագործել ամեն տեղ մեր կյանքում, սա ոլորտ է, որին առնչվում ենք յուրաքանչյուր քաղաքացի եւ կցանկանայի հասկանալ ինչով է կարեւոր խուսափել էներգետիկ աղքատությունից, բանալ կարող է թվալ հարցս, բայց հատուկ եմ այս հարցը հղում, որպեսզի մեր ռադիո լսողների համար ավելի հստակ բարձ լինի, թե ինչի համար է ստեղծվել ուղեցույցը։ Երկուսիդ է հարցը սփված, խնդրեմ։ Շնորհակալություն։ Նախ էներգետիկ աղքատությունը դա ինչ է, երբ որ ընտանիքի կամ տնտեսության եկամուտի սմիստվար մեծ հատված գնում է էներգետիկ ծախսերը ծախսելու։ Եվ եթե մենք հաշվի առնենք, որ հիմնականում մեր մոտ եթե հոսանքը չհաշվենք ջեռուցման աղբյուրը դա գազն է կամ վառելափայտը, ապա գազի հետ կապված մենք ունենք ինչ-որ մի ժամանակաշրջան, որը որ գազը բավականին մատչելի է, որը բոլորս է հասկանում ենք դա այդպես չի լինում, իսկ վառելափայտը դա մեր բնական ռեսուրսն է, որը մենք ուղղակի ծախսում ենք եւ փոշիացնում ենք։ Դրա համար ես կարծում եմ, որ դա կարևոր հարց է եւ այդ էներգետիկ աղքատության լուծումներից մեկը դա ավելի էներգոէֆեկտիվ տներ ստեղծելը, սարքելը, ձևափոխելն է, այսինքն ավելի էներգոէֆեկտիվ եւ ավելի քիչ սպառող։ Նախապես ճիշտ պլանավորելը գրագետ մոտեցումն է։ Ասեք, բացի այն ամեն ինչի ինչ որ պարոն Սետրակյանը նշեց, նաեւ հարցը գտնում են այլ դաշտում տեխնիկականից դուրս, եկեք անվանենք վարքագծային դաշտում։ Ամեն անգամ դա օրինակ են բերում էներգոարդյունավետություն եւ էներգախնայողություն հասկացողությունները, որոնք հաճախ մարդիկ օգտագործում են որպես իրար հավասար իմաստ ունեցող, բայց իրենք բավականին տարբեր են։ Այսինքն էներգախնայողություն ասածը, եթե մենք խնայողություն ենք իրականացնում մեր կոմֆորտի հաշվին։ Հիմա ստուդիայի լույսը անջատենք, լույսը չի վառվում, կունենանք խնայողություն։ Իսկ եթե լույսը փոխարինենք ժամանակակից արդյունավետ լուսավորությունով, նույն լուսավորվածության մակարդակը կստանանք էներգիան խնայելով։ Այսինքն ավելի արդյունավետ ճանապարհով։ Վարքագծային ասելով այն ամենապրիմիտիվ գործողություններից սենյակից դուրս գալ լույսը անջատել, անհարկի չմիացնել եւ այլն։ Հետո նոր արդեն կարելի է դիտարկել ավելի բարդ տեխնիկական լուծումներ նախագծման մեջ, շինարարության մեջ, շահագործման մեջ եւ այլն։ Բայց չէ որ նախապես իմանալը գրագետ մոտեցումը եւս բազմաթիվ հարցեր նախապես արդեն կլուծի, ճիշտ տարական բան եմ ասում, պատուհանի դիրքի ճիշտ հաշվարկումը, այնտեղ պատերի ճիշտ հաստությունը, համապատասխան ճիշտ նյութերի օգտագործումը, արդյոք դրանք, որ մենք իրականացնենք արդեն նախապես, սա խոսքը գնում է ավելի շատ տուն կառուցողներին, հա, ոչ թե ուղղակի քարերը շարենք եւ այդպես որոշենք, որ տուն ենք պատրաստել, հետո ձեր ասած խնայողության հետևից ընկնենք, մեր հարմարավետության հաշվին խնայողություն իրականացնենք։ Տեսեք, ճիշտ եք նկատում, նախագծման փուլից սկսած է այդ ամեն ինչը եւ նույնիսկ մինչեւ նախագծման փուլը, գուցե նախագծման պատվերը գրագետ ձևակերպելու փուլից։
Չի կարելի ասել, որ նորմատիվ իմաստով Հայաստանում նորմերը բացակայում են։ Նորմերը կան, գուցե ամբողջական չեն, գուցե դաշտը կատարելագործման խնդիր ունի, բայց որպես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչ ավելի քան 2 տասնամյակ կոնկրետ քաղաքաշինության այն ժամանակ դեռ նախարարության հետ եւ հիմա կոմիտեի հետ բավականին սերտ համագործակցություն ունենք նորմերի մշակման, թարմացման, եվրոպական կամ ռուսական նորմերի այստեղ տեղայնացման գործում։ Նորմերը կան, այլ հարց է նորմերի կիրարկման մակարդակը, ինչքանով են ստուգվում նախագծերը նախագծային փորձակնության ժամանակ, ինչքանով են ստուգվում եւ համոզում էներգոարդյունավետ բաղադրիչի ներգրավվածնելու մասին համալիր փորձակնության ժամանակ, շինարարության ընթացքում, տեխնիկական վերահսկողություն, հեղինակային վերահսկողություն եւ ինչքանով են ստուգող մարմինները ունակ դա ստուգելու։ Կոմպետենտ։ Այո։ Սա շատ կարևոր հանգամանք է, այսինքն ոչ միայն սկզբում դրվեն նորմերը, այլև հետագայում նաև ընթացած ստուգումներ իրականացվեն, որպեսզի այդ նորմերը բոլորը պահպանվեն։ Պարոն Սեթրակյան, կուզեի հասկանալ ուղեցույցի հիմնական շեշտադրումները որոնք են եւ ինչ է տալու շինարարին ու ինչ է տալու ուղակի մարդուն, որը տուն պիտի կառուցի։ Բարի, նայեք, ուղեցույցը ինքը միջառարկայական ինչ-որ ձեռնարկա, բոլոր շինարարության գործընթացում մասնակցող սուբյեկտների համար, այսինքն դա կլինի նախագծող, կառուցապատող, դա կլինի սեփականատեր, թե ինչ-որ մի մարդ, որ իր համար սեփական տուն է կառուցում, ինքը տալիս է գործիքակազմ, որը թույլ է տալիս ձեր շենքը ավելի էներգոէֆեկտիվ դարձնելու եւ դրա հետ մեկտեղ նաեւ էներգախնայող, այսինքն որոշ սկզբունքներ է ներկայացնում։ Եվ դա վերաբերվում է եւ ենթադրենք շենքի տեղակայմանը, այսպես կոչված пассив միջոցների, դիրքին, պատուհանի չափին, պատուհան փոխհարաբերությանը, դեպի ճիշտ արևի կողմնորոշումը, ստվերումը, այսինքն արևի, ընդհանուր կիզիչ փողերի պաշտպանվելը, բայց դրա հետ մեկտեղ, երբ որ օրինակ ձմեռը արևը արդեն ցածր է գտնվում, արդեն կարող է տունը տաքացնել։ Եվ այնպիսի միջոցներ, որոնք կախված են սարքավորումների հետ, այնտեղ բացատրվում է, ենթադրենք տարբեր տեսակի օրինակ օդափոխության, հովացման սարքերի տեսակները, որ պարագա են, որն ավելի արդյունավետ, որն ավելի խելամիտ օգտագործել, խոսքը գնում է նաև ջրի էֆեկտիվ օգտագործման, որի մասին մենք չգիտես ինչի մոռանում ենք, միշտ ասում ենք, որ Երևանում կամ Հայաստանում ջրի կորուստը մինչև 60% է հասնում, ասում ենք, դե լավ, դրանից հետո ոնց որ քանի դեռ ջուրը գինա։ Քանի դեռ ջուր ունենք, հետո չենք նայում։ Հա, այսինքն, բայց դա էլ է հիմա այն ռեսուրսն է, որը որ Հայաստանը մեծ խնդիր ունի։ Կունենա հետագայում, եթե ուշադրություն չդարձնենք։ Այո, խոսքը շինարարության ժամանակ շինարարության բացական ազդեցության նվազեցումն է, աղմուկ, փոշի, որ մենք գիտենք, օդի աղտոտվածություն, որը գլխավոր խնդիրն է։ Այո, նաև միջոցառումներ կա արդեն շենքի շահագործման ժամանակ աղբի տեսակավորման, աղբի կառավարման, այսինքն բավականին ինքը բազմազան ծավալում է, բայց դրա հետ մեկտեղ գիրքը շատ գրված է հասանելի լեզվով, այսինքն կարող է օգտագործել եւ մասնագետների, եւ որպես ուսուցողական ձեռնարկ, եւ ընդհանուր մարդ, որը որ որոշում է ինքը։ Ձեր արժեք դրել եք մարդկանց մտածողություն փոխելու նաև ինչ որ չափ փոքրիկ միտում, որովհետև այստեղ նաև պիտի փոխվի մտածողություն։ Երբ տուն ենք կառուցում, պիտի արդեն մոտենանք գրագետ եւ նախապես կատարվեն որոշակի հաշվարկներ։ Գուցե այս ձեռնարկի հետ այդ մասնագետները կապ չունեն, բայց ուզում եմ հարցնել. ինտերիեր դիզայներներին որքան օգտակար կլինի այս գիրքը, հաշվի առնելով, որ հիմա կարծես տեսնում ենք եւ նկատում ենք տենդենց, մարդիկ տները վստահում են ինտերիեր դիզայներներին, որոնք նախագծում են արդեն ներսից որոշակի գործընթացներ եւ հաճախ մենք տեսնում ենք, որ թողներ են ինձ ինտերիեր դիզայներները, բայց նրանք գեղեցկության հետևից ընկնելով շատ կարևոր մանուկներ չեն հաշվարկում։ Այո, իհարկե ինտերիերն էլ է կարևոր, ինչպես պարոն Ջալալյանը խոսած օրինակ լուսավորության մասին, այսինքն լուսավորության ինտենսիվությունը, լույսի գույնը, լույսի հետ կապված էներգոխնայողության միջոցները, որ արվում է ինտերիեր, նաև ենթադրվում է, որ տունը ունենում է հովացման կամ օդափոխության համակարգ,
Մակերևույթների գույնը, ջերմակլանման կամ ջերմանդրադարձման հետ կապված։ Սանր կահույքի տեղադրումը հաշվի առնելով սեյսմիկ գոտի։ Դա մի քիչ ավելի տեխնիկական անվտանգության դաշտին է։ Էկոլոգիապես մաքուր նյութեր օգտագործումը, որը ոնց որ թե անընդհատ խոսում է էկոլոգիայից մաքուրը այդքան շատ է օգտագործում, որ ոչ մեկ չգիտի, այսինքն ոչ օրինակ ամեն նյութ կարող օրինակ բնակարանի կամ ննջարանի մեջ օգտագործի, պետք է նայել ընդհանրեք արդյոք ունի ինքը սերտիֆիկատ թե չունի։ Դա արդյոք այդ ներկի մեջ պարունակվում են օրգանական ցնդող միացություններ եւ այլն։ Ինչը որ կարևոր է նաև հիմնականում նաև մանկապարտեզների կամ մանկական հաստատությունների շենքերի, որտեղ երեխաներն են շատ, որտեղ երեխաները օրվա մեծ մասն են անցկացնում։ Դա վերաբերում է եւ մակերևույթների ներկերին, պատերի եւ հատակի նյութին եւ կահույքին, բայց ցավոք դրան դեռևս այդքան ուշադրություն չի դարձում։ Ինչը ակնհայտ նկատելի չի, կարծես թե մնում է հետին պլանում, ճիշտ եմ հասկանում։ Ինչը որ խնդիրը առաջացնելու գուցե 5-10-15 տարի հետո։ Հիմնական սխալները, խնդիրները, որ նկատում եք մեզ մոտ եւ դրանք արդեն շտկելու համար ուղղությունություն տեղ են գտել, որոնք են։ Եկեք սենց ասեմ, էլի ուրեմն մենք երկու գրքի մասին ենք այսօր խոսում իրականում։ Պարզապես քանի որ միջոցառումը ներկայացման որոշեցինք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացնենք, ներկայացվել է մի քանի հրատարակություն, որոնք այնպես ստացվեց, որ միաժամանակ թողարկվեցին։ Ուրեմն մեկը դա պարոն Սեթրակյանի ներկայացված ուղեցույցներ, մյուսը դա այսպես կոչված ավելի տեխնիկական ուղղվածություն ունեցող, որը որ ձեր ձեռքն է, խորհրդատվական ձեռնարկն է տեխնիկական լուծումների։ Սա երկրորդ խմբագրությունն է արդեն, առաջի խմբագրությունը եղել է 2013 թվականին։ Երկու նյութներ հաստատվել են քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով որպես խորհրդատվական ձեռնարկներ, այսինքն իրենք պարտադիր չեն կիրառման համար, բայց իրենք հենված են պարտադիր շինարարական նորմերի վրա։ Բայց մի ամբողջ թեմարան է այստեղ գիտելիքի, ես նայում եմ թվերով, տարածքներով։ Եթե պարզ բացատրեմ, ինքը նախագծողի սեղանի գրքի պես մի բան է, որը թույլ է տալիս խուսափել երկար եւ բարդ հաշվարկներից, այն դեպքում, երբ որ նախագծողը գիտի, թե ինչ է նախագծում, ինչ նյութերով են լինելու պատող կոնստրուկցիաները, տանիքը, պատերը, հատակը եւ այլն, կարող է կլիմայական գոտուց ելնելով ընտրի արդեն իր նախընտրած ջերմամեկուսիչի հաստությունը։ Նույնիսկ եթե ինքը գիտի, որ նախագծում է երկաթ բետոնե պատերով շինությունը լինելու է ենթադրենք հյուրանոց եւ կառուցվելու է Գեղարքունիքի մարզի, չգիտեմ, այսինչ համայնքում, ինքը աղյուսակից կարող է ընտրել իր նախընտրած ջերմամեկուսիչի հաստությունը հաշված։ Այսինքն պետք չի տանջվել արդեն, ուղղակի պետք է փոխել։ Եվ դրանից բացի բոլոր հանգույցների գծագրերը պատրաստի արդեն տեղադրված են, բնականաբար նյութը հասանելի է նաև առցանց էլեկտրոնային ֆորմատով եւ աշխատանքային գործիք բնականաբար ցանկացած գծագրից կարող են ներբեռնել արդեն աշխատանքային նախագիծը հանգույցի։ Սա պարզապես թարմացվել է, քանի որ առաջի տարբերակը մշակել էինք 12 տարի առաջ եւ 12 տարվա մեջ փոխվել են եւ շինարարական նորմերը որոշակի, կլիմայաբանության հետ կապված, սեյսմիկայի հետ կապված եղել են փոփոխություններ 2016-ին Հայաստանում էլի պետք է նշեմ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ ընդունվեց շենքերի ջերմային պաշտպանության շինարարական նորմը եւ բոլոր փոփոխությունները ստեղ արտացոլվել են։ Ես որքան գիտեմ, խնդրահարույց էր նաև արտաքին շենքերի արտաքին ձևավորման հետ կապված խնդիրը, որը իր հետ բերում էր այլ լուծումներ, ջերմային ֆոներ ապահովում, պաշտպանություններ ապահովում, բայց կարծես թե դրա հաշվարկային նորմերը նոր չկային, ճիշտ եմ թե ոչ։ Հաշվարկային նորմերը կային, այսինքն 2016 թվականից գոյություն ունի շենքերի ջերմային պաշտպանություն նորմատիվը, որը որ տալիս է չափանիշներ շենքի նվազագույն ջերմային պաշտպանության, կախված նյութից նույնիսկ այնտեղ կարելի է հաստություններ հաշվարկել, ջերմամեկուսիչ եք օգտագործում, թե օրինակ քարից եք կառուցում, թե այլ նյութեր եք օգտագործում, բայց ինչպես պարոն Ջալալյանն ասեց, այո, որոշ նախագծողներ կիրառում, բայց այն մարդիկ, որոնք իրենց ուժերով են կառուցում տունը կամ
դրանք ավելի փոքր կառուցապատողները շատ անգամ դրա կարևորությունը չեն հասկանում, դրա նշանակությունը չեն հասկանում, մտածելով, որ ինչ որ մի փոքր գումար խնայելով շինարարության ժամանակ, հետագայում դա ոնց որ այդքան մեծ անդրադարձ չի ունենա իրանց տան կամ այդ իրականացած փոքր շենքի կառույցի սպասարկման, ջեռուցման եւ հովացման։ Շատերին թվում է, թե թանկ հաճույք է նման շենք կամ տուն կառուցելը նախապես հաշվարկներով, բայց եթե կոպիտ հաշվարկ ենք անում, հետո արդեն օգտագործման ժամանակ արդյոք մենք չենք շահում արդեն ճիշտ հաշվարկի բարակային։ Իրականում, եթե գրագետ հաշվարկ ենք անում, ապա այդ թանկացումը ընդամենը կարող է կազմել 3-ից 5, 3-ից 7% կամ ընդհանրապես նայած բազային տարբերակը ինչպես է կառուցվելու։ Եկեք հասկանանք, որ բավականին մեծ իներցիա ունի ոլորտը։ Ես կարող եմ ասել 10 տարվա կտրվածքով զգալի փոփոխություններ ենք տեսնում կառուցվող շենքերում։ Եթե 10 տարի առաջ դժվար էր Երևանում մատնացույց անել ջերմամեկուսացվող նորակառույց, այսօր նույնքան դժվար է մատնացույց անել չջերմամեկուսացվող նորակառույց, չնայած ես դեռ գիտեմ։ Ուրիշ հարց է, թե ինչքանով գրագետ են իրականացնում ջերմամեկուսացումը եւ առանց անվանական շենքերը նշելու, բայց մասնագետները գիտեն, որ որոշ շենքերում հաճախորդի աչքի համար նայում են, տեսնում են ջերմամեկուսացումը իրականացված է, բայց մի կարևորագույն բան օրինակ բաց են թողել։ Օրինակ կարող է բաց թողնեն գոլոշամեկուսացման շերտը կամ անձրևապաշտպան շերտը, որը կարող է խնդիրներ առաջացնել 5-10 տարվա կտրվածքով։ Նման սխալներից խուսափելու համար նաև օգտակար կլինի այս ձեռնարկը եւ նախագծողների եւ շինարարների համար։ Այդ սխալների արկայությունը պայմանավորված է ձեր մատնանշած չհետևելու արդյունքով։ Չիմացության չհետևելու, որոշ դեպքերում նաև ընդհանուր լայն հանրության շերտերի իրազեկվածության ոչ բավարար մակարդակով, որը պետք է ասել փոխվել է, այսինքն 10 տարի առաջ ինչ որ մեկը բնակարան ձեռք բերելուց սկզբից հարցնում էր որտեղ է գնում բնակարանը, հետո հարցնում էր պատուհանից արարտը երևում է թե ոչ, հետո արժեքը։ Այսօր այդ հարցերին գումարում է նաև հիմնականում արդյոք շենքը ունի էներգոարդյունավետության անձնագիր, էներգոարդյունավետության դաս, իսկ ես բնակարան ձեռք բերելուց վաղը մյուս օրը ջեռուցման կամ հայերեն ասած հոսանքի վարձ ինչքան եմ տալու կամ ինչքան եմ ջեռուցման վարձ։ Այսինքն մենք ահագին լավ վիճակում ենք համեմատության կարգով։ Այդ հարցերը արդեն ծագում են։ Որոշակիորեն էներգոարդյունավետ սկզբունքներով նախագծված եւ կառուցված շենքը ունում է անդրադարձ անշարժ գույքի արժեքի վրա։ Հա, դա էլ է հաշվում։ Կոնկրետ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով վերջի 5 տարվա մեջ մենք համաֆինանսավորել ենք Հայաստանում 300-ից ավելի շենքերի ջերմամեկուսացում, գոյություն ունեցող շենքերի։ Գոյություն ունեցող բնակելի հասարակական 5 կառուցված։ Արդյոք դրանք ամբողջությամբ արդյունավետ են ստացվում, երբ ինչ մեխանիզմներ եք օգտագործում, որպեսզի ջերմամեկուսացումը պատերը, տանիքները, ծածկերը, փոխվել են աստիճանավանդակների դռներ, պատուհանները, նաև աստիճանավանդակների ներքին լուսավորությունը։ Տարբեր միջամտության աստիճանների դեպքում պրիմիտիվ դեպքում 20%, խորը միջամտության դեպքում մինչև 60% էներգոարդյունավետության կարելի է հասնել։ Խոսենք նաև երկրորդ գրքի մասին։ Երկրորդը ավելի պարզ բան է, սա երրորդ հրատարակությունն է, սա պարզապես հայաստանյան շուկայում ներկայացված ջերմամեկուսի շինարարական նյութերն են։ Նույնպես շտեմարան է կոնտակտային ինֆորմացիայով, հիմնական տվյալներով։ Իմիջիայլոց վերջերս մասնակցում էի շինարարական էքսպոյի, որտեղ ինձ հաճելիորեն զարմացրեցին մեր հայ արտադրողները, նմանատիպ ջերմա եւ ձայնամեկուսիչ տարատեսակ նյութեր ներկայացնելով սեփական արտադրությամբ։ Ցավով պետք է նշել, որ քանի որ սա երրորդ խմբագրությունն է, առաջինը ունեցել ենք 2013-ին, ձեր ձեռքինը մյուսը 2016 թվականին է եւ այս տարվան է։ Բավականին խոշոր տեղական արտադրողները դադարել են գոյություն ունենալ, առնվազն 2 արտադրող գործարան փակվել են։ Աբովյանում փակվել է գործարան եւ Հրազդանում փակվել է գործարան, որոնք ենթադրաբար չեն դիմանում ներկրվող նյութերի հետ մրցակցությանը։ Ցավոք։
Այստեղ Հայաստանում շինարարության շուկան դեռ լիովին չգիտեմ որ բառը այստեղ գործած եմ սերտել կամ ընկալել կանաչ շինարարության մշակույթը կուզեի ձեր կարծիքով որտեղից պետք է սկսել օրինակ որպեսզի քիչ-քիչ այդ մտածողության փոփոխությանը գանք կարծում եմ որ մի քանի զուգահեռ ուղղություններով պետք է շարժվել առաջինը ինչպես պարոն Ջալալյանն ասել դա իրազեկումն է միգուցե ինչ որ ունենալ դրոշակակիրներ ֆլագմաններ հաջողված կառույցներ որոնք կարող են դրական օրինակ ծառայել մյուս կողմից դա խրախուսելն է կառուցապատողների կանաշինարարություն իրականացնողների տարբեր միջոցառումներ կարող լինել եւ ընդհանրենք կանաչ բոնդերի ավելի ընդհանրենք էժանվարկերի եւ միգուցե հետագայում պետության կողմից ինչ որ աջակցություն ունենալով եւ դրա ճանապարհներից դա շենքերի էներգետիկ անձնագրեր տրամադրելն է շենքերի տարբեր համակարգերի կան հիմա բազմաթիվ կան նշեմ մի քանիսը կա LEED, BREEAM, H սերտիֆիկացման համակարգեր են որոնք որ ըստ շենքի տարբեր պարամետրերի օգտագործված նյութերի էներգախնայողության եւ այլ բազմաթիվ մարդկանց կոմֆորտի տալիս են ձեզ սերտիֆիկատ որը օրինակ հասարակական օֆիսային շենքերի պարագայում շատ հետաքրքիր շարժատեղոնում Հայաստանում միջազգային կազմակերպությունները նախընտրում են իրենց գրասենյակները ունենալ այն շենքերում, որոնք ունեն կանաչ սերտիֆիկատներ։ Ստանդարտները նույնիսկ, այսինքն կազմակերպություններ կա, որ իրենց համար դա պարտադիր է։ Ցավոք սրտի դա օրինակ չենք տեսնում բնակելի կառուցապատման մեջ, որտեղ կառուցապատողը հետաքրքրված չի, իրան պետքա էժան եւ արագ կառուցել շենքը հանձնել։ Թղթաբանությամբ ստանդարտներով ասել, որ ոչ մի նորմ խախտված չէ, բայց ոչ ավել բան։ Այսինքն ապահովել են մինիմալ ոնց որ ստանդարտները, որը որ պահանջվում է, բայց հետագա այսինքն շենքի սպասարկման եւ վճարումների բեռը ընկնում է արդեն բնակիչների վրա։ Միգուցե օրինակ այդտեղ կարելի է մտածել այդ երկու զուգահեռ եւ խրախուսելով ինչ որտեղ եւ միգուցե պարոն Ջալալյանը կհամաձայնում թե չէ ինչ որտեղով ստանդարտները բարձրացնելու պահանջելու որոշակիորեն Պարոն Սեդրակյանի նշած սերտիֆիկացման սխեմաները իրենք ավելի շատ ռեյտինգային են իրենք պարտադիր չեն կամավոր են եւ դա ընդունված է ողջ աշխարհում որ նման ստանդարտները կամ սերտիֆիկացումները կամավոր բնույթ են կրում եւ այդ համակարգերը չեն սահմանափակվում էներգիայի խնայողությամբ կամ էներգոարդյունավետությամբ միայն այնտեղ կա ռեսուրսախնայողություն, ջրի խնայողություն, շինարարական նյութերի օգտագործում բավականին խորը եւ մանրամասն մոդելներ են ընդཐུպ նաեւ թե շենքի շինարարության մեջ օգտագործվող նյութը արտադրելու ժամանակ ինչքան արտանետում է տեղի ունեցել ջերմոցային գազերի, ինչքան էներգիա է ծախսվել։ То есть իդեալական տարբերակ եք նկարագրում։ Բավականին բայց իրանք որոշակի տարածում ունեն այդ ստանդարտները, պետք է ասել, որ նման շենքեր Հայաստանում երևի սալ կասեմ Երևանում ավելի ճիշտ է, Երևանից դուրս չգիտեմ։ Երևանից դուրս շենքեր, մեկ շենք։ Այդ էս չի։ Դիլիջանի միջազգային դպրոցն է։ Դա էլ հաշվին հասկանալի ստանդարտները բոլորը պահված են։ Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի օրինակներից է նաև։ Մեկ դպրոցի օրինակի միջայլոց Երևանում կա Մալացիա համայնքում կան բիզնես կենտրոններ բրիտանական BREEAM ստանդարտով, LEED ստանդարտով եւ կարծեմ բանը Դալան տեխնոպարկներ են։ Թումոն կարծես եւս բավական Թումոն չունի ոչ մի, Թումոն հաստատ գիտեմ որևէ սերտիֆիկացում չունի։ Որակի տեսանկյունից նաև դուք հետաքրքիր մի քանի բան մատնանշեցիք։ Այստեղ կարող ենք ասել, որ իրավիճակը կարող է փոխվել, երբ քաղաքացին ինքը պահանջի։ Դուք տեսեք նշեցիք, որ արդեն կան բավականին գրագետ քաղաքացիներ, որոնք բացի մասիսի նայում է թե ոչ տարբերակից, այլ պարամետրեր են ներկայացնում։ Այս պարագայում, եթե քաղաքացիներն իրենք ուզեն սերտիֆիկացված տարբերակներ եւ ասեն, արդյոք ունեք դուք
եւ այստեղ ստեղծի քաղաքացին պահանջարկ, արդյոք կարող ենք տեսնել, որ կառուցապատողը կամ շինարարական ընկերության ղեկավարը նաեւ սկսում է դրան ուշադրություն դարձնել, չէ՞ որ ասում եմ միևնույնն է, ինձնից չեն ուզում ինչի ավելորդ ընկնեմ քաշքշուկի մեջ, որ անշուշտ սերտիֆիկատ թե անձնագիր, հա, որը որ քաղաքացին կարա վերածի գումարի, այսինքն ինչ որ դա մոնետիզացիայի վերածի, այսինքն որ ինքը օրինակ ամսական ջեռուցման կամ հողոցման սեզոնին միջին շուկայական բենչմարքից կվճարի, չգիտեմ, 20% ավելի քիչ, 30% ավելի քիչ գումար, այսինքն կարծում եմ այդ պարագայում այո մարդիկ հետաքրքրված կլինեն եւ հիմա մենք տեսնում ենք որ շուկայում գերհագեցում կա եւ կառուցապատողները փորձում են ինչ որ առավելություն մրցակցային եւ դա կարող է նաեւ գործիքներից մեկը լինի, որտեվ միայն այդ էլիտար կամ չգիտեմ լյուքս դասի կամ այդ ակումբային հիմա ակումբային նոր տրենդ կա հետ ենք ակումբային ինչ որ այդ բացի այդ մարքետինգական տերմիններից նաև եթե այսինքն որը ես հասկանում եմ ինչ որ բան ենթադրում է շենքի սպասարկման մեջ կամ իր լրացուցիչ ես շինարարական ընկերությունից միայն լսել եմ որ մենք միայն որակյալ հումք ենք օգտագործում ավելի թանկ դռներ ենք դնում ավելի որակյալ պատուհաններ ենք դնում այսպիսի տեքստեր լսել եմ բազմաթիվ բայց իսկ ինչպես են դնում այդ պատուհանները ներեցեք ես դեռ խուսափում եմ նորակառույցներ ձեռք բերել չէ ես օրինակ Հայաստանում մեկ անգամ տեսել եմ գրագետ տեղադրված պատուհան բայց այդ մի անգամն էր ընկերության անունը չեմ ասի բայց փորձնական կառուցված առանձնատուներ հավանաբար դու տեղյակ ես այսինքն հաշվարկել են գրագետ չէ ոչ թե հաշվարկած այլ գրագետ տեղադրված պատուհան որը ոչ թե բերում են ձգում են 4 կողմից ու փրփուր են փչում այլ գրագետ տեղադրված պատուհան Հիմա տեխնոլոգիայի մեջ չեմ ուզում երկար Ինչ վերաբերում է կնեք շենքերի էներգետիկ անձնագրավորմանը կամ էներգոարդյունավետության պիտակ ասվածին ամբողջովին նույն բանն է ինչպես եթե լվացքի մեքենա կամ մոթորակիչ կամ սառնարան է գնում սառնարանի վրա կա այդ ABCD կոչված մակնշումը կամ պիտակավորումը այսպես ասած նույն բանը նաև շենքերի մասով է ինչ դասի շենք է էներգոարդյունավետության Դուք հետաքրքիր բաներ նշեցիք, ասացիք պատուհանի դիրքն է կարևոր, չափն է կարևոր։ Այս պարագայում մենք նաև տեսնում ենք, որ գերհագեցած շինարարության հետևանքով ծլում են, բուսնում են շենքեր այնտեղ, որտեղ օրինակ նախատեսված չէին եւ մտքով ուտել չեն ասնի, որ քիպլիկ փոքրիկ տարածքում 3-4 շենքի մեջտեղում եւս մեկը կհայտնվի, որովհետեւ այս պարագայում արդեն արդյոք չի խախտվում այն մյուս բնակիչների Ձեր ասած լուսավորության խնդիրը շատ տարատեսակ բան է։ Տեսարանը կորելու պատճառով տեսարանը կորելու պատճառով անշարժ գույքի գինն է իջնում եւ այլն եւ այլն։ Ես պատասխանեմ թե ես որ պատասխանեմ 2 րոպեն է մնացել, խնդրեմ։ Գեյմպլանի մասով պիտի ասեմ որ դա ամեն ինչը գալիս է տեսլականի եւ գեյմպլանի նորմալ իմաստով բացակայության պատճառով Նախ ես ճարտարապետ չեմ, ես դրա մասին կարող եմ իրավունք չունեմ արտահայտվեմ, բայց քաղաքաշինություն հասկացողությունը պետք է տարանջատել ճարտարապետություն հասկացողությունից։ Կար նախարար, որը բառացիորեն ասել էր, որ ինքը չի ուզում զբաղվել քաղաքաշինությամբ եւ ինքը ուզում է զբաղվել ճարտարապետությամբ, այլ անունը չենք նշում, բայց Ինչպես որոշ մարդիկ ասում են, Երևանի գեյմպլանը ստեղծված է նրա համար եւ թարմացում է ժամանակ առ ժամանակ, որպեսզի նոր գեյմպլանում արտացոլվեն այդ երկու գեյմպլանների միջակայքում կառուցված օրինական եւ ապօրինի շինությունները։ Այսինքն զարգացման տեսլական հաշվարկ, հոսքերի, տրանսպորտի գոյություն չունի։ Այո, այստեղ եւ բախվում ենք տարատեսակ խնդիրների։ Հասկանում եմ, բայց խնդրի մյուս կողմն էլ կա, որ եթե կա հողի սեփականատեր ու այդ հողը ինքը ունի կառուցապատման իրավունքով, սահմանադրությունով ինքը իրավունք ունի այդտեղ կառուցապատում իրականացնելու։ Բայց պարտադիր իրան թույլատրեն 18 հարկանի կառուցապատում բնակելի։ Շինարարական ոլորտը եւ առհասարակա այս ոլորտը այնքան շատ հարցեր ունի եւ անդադար ու անսպար կարող ենք խոսել մենք լիահույս լինենք պարզապես որ այս գրքերը այս գրքերը իսկապես իրապես օգտակար կլինեն մասնագետներին ու ոչ մասնագետների որովհետեւ մարդիկ կան որ իրենք իրենց ձեռքերով են ուզում կառուցել
սեփական տները եւ այս բարագայում հուսանք նախապես ուսումնասիրելով մանրակրկիտ ավելի գրագետ կմոտենան այս հարցերին։ Իրենք միջայլոց հասանելի են բոլորը քաղաքաշինության կոմիտեի կայքում, մեր ծրագրի կայքում եւ կարող են նաև Facebook-յան page-ով հետևել, նույնպես հղումները դրված են բոլոր։ Դուք կարող եք հղումները տեղադրել Facebook-յան հարթակի մեր live-ի տակ։ Համաշխարհային բանկի 8 երկլեզու, մերը միայն հայերեն։ Այնպես որ շնորհակալություն ենք հայտնում ձեզ։ Հիշեցնեմ հարգելի ռադիոլսողներ, զրուցակիցներս էին Համաշխարհային բանկի նոր ուղղոցի հեղինակ Վազգեն Սեթրակյանն ու միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համակարգող Վարհամ Ջալալյանը փորձենք յուրաքանչյուր քայլ կամ որևէ գործողություն անելու ցանկացած իրավիճակում ու ցանկացած ոլորտում ավելի գրագետ ու խորքային մոտենալ։ Ես Լուսինե Մուրադյանն եմ, հրաժեշտ եմ տալիս ձեզ։ Քո ձայնը